Բարլույս հարգելի գործընկերներ, հարգելի հայրենագիստներ, Տիգին Մանուկյան ջան, ձեզ այսօր էլ Երևան նման պրոդուկտիվ ու լավ աշխատանքային օր եմ մաղթում, մեզ նույնպես, ինչպես հասկացանք, այսօր էլ ենք երկար մնալու, մենք նաև մեկ առաջարկ ունենք, եթե հնարավոր կլինի ժամուկեսից ավել, մի փոքր եթե հնարավորություն ունենք ավել նիստեր անցկացնենք, այդ դրա մասով։ Տիգին Մանուկյան Շվեյցարիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է կանտոնների։ Յուրաքանչյուր կանտոն, յուրաքանչյուր այսպես ասենք մարզ, ունի իր, խնդրեմ լռություն ապահովենք, հա։ Հարգելի գործընկերներ, հիշեցնում եմ, որ նիստը սկսվել է։ Նիստը սկսվել է, հարց ու պատասխանի փուլում են գտնվում, խնդրում եմ պահպանել լռություն։ Շնորհակալություն։ Յուրաքանչյուր կանտոն մարզ ունի իր հարգային քաղաքականությունը։ Դա ինչ է ենթադրում։ Բիզնեսի սեփականատերերը շփվում են հարգային մարմինների, հարգային մասնագետների հետ ու յուրաքանչյուր մարզում տարբեր սեփականատերերի, բիզնես իրականացնողների մասով որպես կանոն բանակցությունների արդյունքում հարգային քաղաքականությունը հարգման մեխանիզմը տարբեր է։ Այսինքն, նայած թե ինչ է առաջարկվում պետությանը մարզին, ըստ այդմ որոշում է կայացում կոլեգիալ կազմով, թե ինչ հարգային քաղաքականությունով է հարգվելու։ Իրականում այս շատ լավ, ըստիս շատ լավ պրակտիկա է, որովհետև թույլ է տալիս ստեղծելու օրինակ հավելյալ հարգերի հաշվին միգուցե նաև ժամանակավոր, թույլ է տալիս ունենալ հավելյալ աշխատատեղեր, չգիտեմ, բիզնեսի ինլայնում եւ այլն։ Ինչ եք դուք կարծում, այս մեխանիզմը գլոբալ առումով Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է իրականացնել, թե չէ, ինձ հետաքրքիր է ձեր շատ ավելի մասնագիտական կարծիքը, որովհետև այդ մասով իմ մոտ, այսքան որ իրավաբան եմ, չեմ կարող ասել, խնդրեմ դուք ձեր կարծիքը ներկայացնեք։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, պարոն Մխիթարյան։ Ինչ վերաբերում է Հայաստանը կարող է դրան հասնել, թե չէ, առնվազն այս փուլում մենք շատ հեռու ենք դրանից, քանի որ մեր հարկային վարչահարությունը գոնե վերջին տարիներին գնալով ավելի խստանում է, եւ որքան ես գիտեմ, մոտ հեռանկարում առհասարակ փորձում են հրաժարվել ավելի ցածր կամ արտոնյալ հարկման ռեժիմների կիրառումից եւ բոլորին տանել ընդհանուր հարկման դաշտ, անցյալ տարվա փոփոխություններով մի շարք ծառայություններ գնացին ընդհանուր հարկման դաշտ, շրջանառության հարկի դրույքաչափը ըստ էության կրկնապատկվեց, որը շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ ծառայությունների ոլորտի վրա, այնպես որ այս պահին մեր երկրում վարվող հարկային քաղաքականությունը առնվազն հեռու է այդ մոտեցումից, բայց ինչպես եմ գնահատում, բնականաբար լավ եմ գնահատում, մեր նախընտրական ծրագրում էլ կար արտոնյալ հարկային ռեժիմ սահմանել մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունների համար, հենց այդ նպատակով, որպեսզի նոր ընկերություններ բացվեն, նոր աշխատատեղեր լինեն, հավելյալ արդյունք ստեղծվի եւ դրա արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտը վստահաբար ավելի մեծ կլինի, քան այն փոքրիկ մեր բյուջեի հետ համեմատած թիվը, որը կպակասեր այդ հարկատուներին հարկից ազատելու դեպքում, հուսանք մի օր կգանք նրան, որ կկարողանանք Շվեյցարիայի հետ զուգահեռներ տանել եւ ունենալ նման ճկուն հարկային վարչարարություն։ Արձագանք։ Շնորհակալություն, այո, ես վստահ եմ, որ եթե խոսքի փոխարեն անցնում են գործի, միանշանակ հնարավոր է, որովհետև եթե շվեյցարացին կամ սինգապուրցին կարողացել հասնել նման արդյունքի, հայը միանշանակ կարող է հասնել։ Ցանկացած պարագայում ունեմ ձեզ մեկ խնդրանք, եթե հնարավորություն կլինի, նաև արդեն հանձնաժողովներում այդ հարցը բարձրացնել ունենալ մասնագիտական քննարկումներ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հարկային քաղաքականությանը, այո, ցավոք սրտի այդ խնդիրներ ունենք, որովհետև օրինակ 25 թվին փաստաբանների, նոտարների, հաշվապահների մասով նույնպես խնդիր ունեցանք, որը այսպես ասած օղակի հետ նաև շատ ծառայությունների գներ բարձրացրեց, նաև այդ գների բարձրացումից կբանք մարդու իրավունքներին եւ այլն, ինչևէ շնորհակալություն արձագանքի ու պատասխանի համար։ Ես եմ շնորհակալ։